Ակառա վարակույրի շարժիչ, գլանաձև տարբերակ։ Ակառա Curtain Driver i1-ը խելացի վարակույրի շարժիչ է, որը հեշտությամբ կախվում է արդեն առկա վարակույրների փողով և թույլ է տալիս ավտոմատ կառավարում, ըստ եղանակի, ժամանակի կամ այլ ակառա սարքերի գործարկման։ Փաթեթում ներառված է ակառա Curtain Driver i1, փողային աքսեսուար, USB լիցքավորման մալուխ, ռետինա ժապավեն, ամրակներ։ Ինչպիսի վարակույրների հետ է հնարավոր համատեղել շարժիչը։ Ձվաձև ածքերով Grommet Curtain, կախովի օղակներով վարակույրներ Ring Top Curtain։ Շարժիչը չի համատեղում կոր փողով կամ երկարացվող փողով։ Տեղադրման պահանջներ։ Փողի տրամագիծը պետք է լինի 25-ից 32 մմ։ Շրջապատող երկարությունը 79-ից 100 մմ։ Grommet վարակույրի դեպքում գոմետների միջև հեռավորությունը պետք է լինի 95 մմ-ից ավելի։ Ring Top վարակույրի դեպքում օղակի հաստությունը պետք է լինի 4 մմ-ից ավելի։ Ինչպես միացնել սարքը ակառա հոմ հավելվածում։ Սարքը միացրեք երկար սեղմելով կարգավորման կոճակը։ Բացեք ակառա հոմ հավելվածը և սեղմեք գումարման նշանը ավելացնելու համար։ Ընտրեք Curtain Driver i1։ Եթե օգտագործում եք երկկողմանի վարակույր, նախ միացրեք երկու շարժիչները, ապա համադրեք որպես միասնական վարակույրային համակարգ։ Տեղադրման քայլեր գլանաձև տարբերակի համար։ Փողային աքսեսուարի տեղադրում։ Բացեք աքսեսուարը, կախեք այն վարակույրի շարժական կողմի առաջին և երկրորդ օղակների միջև։ Սեղմեք աքսեսուարի 4 ոտքերը ամրացնելու համար։ Երկու անգամ սեղմեք կարգավորման կոճակը, վարակույրի շարժիչի կախիչը բացելու համար։ Կախեք շարժիչը աքսեսուարի վրա։ Կարգավորման կոճակը պետք է նայի դեպի պատուհանի դրսի հատված։ Կրկին երկու անգամ սեղմեք կոճակը, շարժիչը ամրացնելու համար։ Պետք է թարթի կանաչ լույս։ Պետք է հնչի 3 կարճ ազդանշան, հաջող տեղադրման մասին։ Ռետինա ժապավենի և ամրակների տեղադրում։ Չափեք գոմետների միջև արտաքին եզրերի հեռավորությունը, օրինակ 5 անցք։ Առաջին ամրակը տեղադրեք ժապավենի ձախից 3-րդ անցքին, եթե վարակույրը բացվում է ձախից։ Երկրորդ ամրակից թողեք 6 անցք, հետո տեղադրեք հաջորդ ամրակը։ Մինչ հաջորդ ամրակի տեղադրումը շրջեք ժապավենը հակառակ ուղղությամբ։ Հաջորդական ամրակների միջև հեռավորությունը կլինի 2 անգամ։ Տեղադրեք մնացած ամրակները նույն սկզբունքով։ Վերջում ժապավենն ու ամրակները ամրացրեք վարակույրի հետևի կողմին։ Տեղադրման դեպքերը ըստ վարակույրի տիպի։ Դեպք առաջին՝ էմաձև դարսերով վարակույր։
Ռետինա ժապավենը եւ ամրակները պետք է տեղադրել դարսերի գագաթներին։ Դրայվերը ամրացրեք, կրկին սեղմելով կարգավորման կոճակը 2 անգամ։ Պետք է կանաչ լույս դարձի եւ հնչի 3 ազդանշան։ Վեաձև դարսեր։ Առաջին ամրակը տեղադրեք առաջին դարսի գագաթին, մնացածը հետևի դարսերի գագաթներին։ Նույն կերպ կարգավորման կոճակով ամրացրեք շարժիչը։ Երկկողմանի վարագույր։ Փակեք վարագույրը ամբողջությամբ։ Տեղադրեք երկու շարժիչները վերը նշված միակողմանի տեղադրման մեթոդով։ Երթուղու կամ ռոութի կարգավորում։ Միակողմանի վարագույր։ Եթե վարագույրը ամբողջությամբ կարող է փակել փողը, ընտրեք ինտելեկտուալ կարգավորում (Intelligent Setting)։ Երկկողմանի վարագույր։ Շարժիչը ինքն իրեն կպահի փողին։ Ձեռքով բացեք վարագույրը երթուղու սահմանումը կատարելու համար։ Aqara, continuous connection.